Այսօր տեղեկացանք, որ ձերբակալել են Հովիկ Աբրահամյանին, որպես բնակիչներին չկասեք այդ մասով, ինչու են հիշել, ասում են փողերի լվացում է եւ այլն մի քանի հոդված։ Մենք խաբար չենք ծավալել։ Խաբարել են։ Այսօր։ Մենք խաբարել չենք։ Ճանաչում եք Հովիկ Աբրահամյանին։ Դե ասած է հարևան այլ է, բայց Շուտվանից Երևան ապրում ինքը։ Հա ոչ ենք ճանաչում ենք։ Հնարավոր չէր, որ այդպես բաներ անեինի։ Այսքան 50 տարի ես տեղ եմ, ես չեմ տեսել, որ իր ձևի այդ բանը անի, շատ մաքուր ձեռնով մարդ այլ էլի։ Շփում շատ այլ է, լավ էլ հարևանություն ենք արել, լավ էլ բարեկամություն գյուղացենք, ոնց էլի շփվելու ենք, հնարավոր չէ։ Հենց առաջին տեսօր Նիկոլ Փաշինյանին բռնեն, այդ Հայաստանը կործանեց պրծավ։ Դե չի, մենք սաղ թանկացումներ նստած օրվանից թանկացնում եմ մինչև այսօր։ Այս պապիրոզ առնում ենք 200 դրամ, բրա 600 դրամ։ Ում հաշվենակ բուջե լցում, ժողովրդի, ոչ թե ասենք այս սեփականատիրոջ։ Թանկացնում ենք, որ չծխեն։ Ծխողը ծխելու է։ Դուք ինչ կարծիք ունեք որպես բնակիչ եւ նշեցիք, որ Հովիկ Աբրահամյանի հետ շփում էլ եղել է, հարևաններ եք եղել։ Հիմա նրան ձերբակալել են փողերի լվացում, պաշտոնյական լիազորությունները չարաշահելու եւ ձեռնարկատիրական գործունեություն ապօրին մասնակցության մեղադրանքով։ Ես աշխատել եմ իրանց հետ։ Այդ ձգնաբուծականում։ Ես այս բան չեմ տեսել, շփում երել է, շատ խելոք էլ մարդ է։ Ես վատ կարծիք չունեմ իրանց մասին։ Աշխատել եմ, ես 5 տարի աշխատել եմ իրանց հետ։ Փոքր վաղտուց էլ իրար հետ մեծացել ենք։ Դպրոց միտեղ են գնացել։ Ինչ է կարծում, ազատ կարձակվի ձերբակալություն, թե կտանեն Ես կալանավորման։ ես չեմ կարող ասեմ։ Ում են կալանավորել այսքան վաղտ։ Սաղ անցած բաներին կառավարությանը ասում են փողեր են լվացել, կաշառակել են։ Որ մեկին են կալանավորել մինչև այսօր, ոչ մեկին։ Փողերը վեկալ է, ճամփել են, վերջ։ Եվ ո՞ս կարան կալանավորել։ Սաղ էլ շոյ է, այսօր Հայաստանը շոյի վրա է, լրիվ շոյի է։ Հայաստան գոյություն չունի, առաջվա Հայաստանը չի։